Փառք Տիրոջը, ես Սոչից եմ եկել եւ ուզում եմ Սոչի ռուսական եկեղեցու եւ հայկական խմբի կողմից ջեր բարևներ փոխանցել։ Տերը օրհնի ձեզ։ Ես հիմա որ Աբովյանում ներկա եմ, ինձ համար, ես կարծեմ երրորդ անգամն է ներկա եմ, բայց ինձ համար սովորական է, որովհետեւ Աբովյան Սոչիում ենքան Աբովյանցի կա, ոնց որ Աբովյանում գտնվեմ։ Փառք Տիրոջը։ Ժողովուրդ ջան, այսօր սրտիս մեջ դրվել է խոսամ Աստծո սիրո մասին, երբ որ մարդ ճանաչում է Աստծո սերը, իրան շատ բան արդեն հասկանալի է։ Երբ որ մարդ ճանաչում է Աստծո սերը, իր կյանքում մեծ փոփոխություններ ա լինում, ինքը շատ ա փոխվում, իր շատ աղոթքներ չի լինում, խնդրվածքներ, շատ անհանգստություններ հեռանում ա, ինքը խաղաղություն ա գտնում։ Եվ դրա մասին գրված ա Եփեսացիս 3:18-19 համարը, որտեղ խոսում ա Աստծո սիրո լայնության, երկարության, խորության եւ բարձրության մասին։ Աստծո խոսքում գրված է, որ Աստծո սերը անհատակ է։ Ռուսերեն без դնա, հատակ չունի։ Եվ մենք չենք կարող մարդկային ուղեղով հասկանալ Աստծո սերը։ Բայց եթե ձգտենք, Աստված որոշ չափով կբացի, որովհետև մեր միտքը շատ սահմանափակ է։ Ուրեմն կարդամ խոսքը Եփեսացիս 3:18-19 համարները։ Ուրեմն այստեղ գրված է, ժողովուրդ ջան, ավելի լավ աստեղից, որ ամեն սուրբերի հետ իմանանք, թե ինչ է լայնություն եւ երկայնություն եւ բարձրություն եւ խորություն, որ ճանաչեն Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվինք։ Փառք Տիրոջ, ժողովուրդ ջան, Աստծո սիրո լայնությունը։ Երբ որ մենք ասում ենք լայնություն, մենք հասկանում ենք ընտրության հարցում, Տիրոջ սիրո լայնությունը շատ լայն է, շատ։ Երբ որ գնում ենք շուկա, գնումներ անելու, ասում ենք ինչ լայն ընտրություն կա, կամ ինչ-որ մի հարցով։ Եվ Աստծո սիրո ընտրության լայնությունը շատ է լայն։ Աստված աչառություն չի անում։ Ինքը ընտրել է մեզ բոլորիս, ամեն ազգերից, ամեն խավի մարդկանցից, կին, տղամարդ, հարուստ, աղքատ, այդ լայնության մեջ, այդ ընտրության մեջ չկան մարդիկ, որոնք որ դուրս մնան։ Չկա այդպիսի կարգի մարդ, որ ինքը ասի, ես այդ ընտրության մեջ չեմ մտնում։ Ինքը չի կարող դուրս մնալ այդ սիրո լայնությունից։ Եվ գիտեք հետաքրքիրն ինչ է, մարդ ինչքան անպիտան է, այնքան Տիրոջ սիրո լայնությունը մեծ է։ Երբ որ մենք գնում ենք շուկա գնումներ անելու, ինչ ենք անում, ժողովուրդ ջան, ամենալավն ենք չէ՞ ընտրում, ամենալավը, լինի միրգ, լինի պտուղ բանջարեղեն, մենք ամենալավն ենք ընտրում, բայց Աստված ամենավատին է ընտրում։ Գալիս է եւ նայում, ամենավատն ես, քեզ է ընտրում։ Այն վատը, որ ասում է ես ամենավատն եմ, այն վատը, որ նույնիսկ ինքը չի հասկանում, որ ինքը վատն է, Աստված բացում է։ Աստծո ընտրության մեջ, Կորինթացիս թղթի մեջ գրված է, նայեք ձեր կոչումը եւ ընտրությունը, Աստված ընտրեց ամենահետիններին, ամենաանուսներին, ամենաչերևացողներին, փառք Տիրոջը։ Այսօր եթե մեկը կա, որ ինքն ասում է ես պիտանի մարդ չեմ, այսօր եթե մեկը կա, որ ասում է ես ոչինչ չեմ,
հենց Տերը քեզ համար է եկել։ Տերը քեզ շատ սիրում է։ Մարդիկ կան ասում են, «Էս կթողնեմ, էս մեղքերը, այն մեղքերը, նոր կգամ Աստծուն»։ Ոչ, Տերն ասում է, «Արիր, դու քո ուժով չես կարող»։ Ինչպես կաս, դու արիր, որովհետև չարը խաբում է եւ ասում է, կթողնես այս բաները կգաս եւ թենց է ամիսներով չես թողնում, տարիները գնում է։ Ում է բժիշկ պետք, հիվանդին, եւ մենք հիվանդ ենք։ Եվ ասում է, Տերը անցավ եւ տեսավ, որ դու արյան մեջ թաթախված ես։ Եվ քո կողքով անտարբեր չանցավ, եւ քեզ ասաց ապրիր։ Հիմա Տերը քեզ սիրում է։ Տերը չի նայում ազգությանը, ինչ ազգից ես, Տիրոջ ընտրության մեջ նաև ազգությունը հաշիվ չի ունի։ Ինչ ազգ ես։ Եթե նայենք ազգության հարցում, հրեաներն են արժանի, որովհետև բոլոր մարգարեները հրեաներից են առաջացել, եւ հենց Հիսուսն էլ ինքը ազգությամբ հրեա էր։ Բայց Տերը եկավ, մերժեց իր ժողովուրդը, որ հեթանոսներին ինքը դարձնի իր ժողովուրդը։ Ազգություն չկա, ժողովուրդ ջան։ Մենք այսօր շատ ժամանակ մի ազգի կարող է գցենք, մեկին բարձրացնենք, բայց Տերը նայում է բոլորին հավասար։ Մի կղզում ավետարանիչներ, միսիոներներ գնում են քարոզելու եւ մարդակերներ են լինում ստեղ, եւ այդ առաջի եղբայրները, որ գնում են, սան սպանում եւ ուտում են։ Գնում է երկրորդ խումբը, Տիրոջ ողորմությամբ այս մարդակերները ապաշխարում են, դարձի են գալիս, իրանց սիրտը տալիս են Աստծուն։ Անցնում է տարիներ եւ այնտեղ գալիս են գործարար մարդիկ Եվրոպայից, բիզնեսմեններ։ Գալիս են եւ ասում են, «Ստեղ լավ գործ կարանք տնենք, գործ անենք», ասում է, «Եկեք գործենք իրար հետ, գործարքի մտնենք»։ Այս առաջնորդն ասում է, գիտեք, ասում է, մեզ բան պետք չի։ Մենք Քրիստոսին գտել ենք, օրվա հացը ունենք, մեզ հերիք է։ Մեզ պետք չի։ Այս գործարար մարդն ասում է, բայց լավ, այդ ձեր Քրիստոսից ինչ օգուտ կա Քրիստոսից։ Այս առաջնորդն ասում է, գիտես, եթե դու մի քանի տարի առաջ գայր, մենք քեզ պետք է մորթենք եւ ուտեինք։ Պետք է խորոված անենք եւ ուտեինք։ Հիմա դու որոշի, կա օգուտ Քրիստոսից, թե ոչ։ Քրիստոսի անունն է, որ դու հիմա կենթանի ես, փառք Տիրոջը։ Տերը մեծ է, Տերը զորավոր է, եւ նա բոլոր ազգերը մեկ արել։ Նրա ընտրությունը շատ լայն է։ Սիրո լայնությունը շատ մեծ է։ Եվ ոչ մեկս չասենք, սա արժանի է, սա արժանի չի։ Սրանից հույս չկա, նրանից կա։ Դա Տերն է որոշողը։ Ինքն է ընտրությունն անում։ Իր ասելը շատ լայն է։ Եվ մենք դա մեր վրա չվերցնենք։ Դա Տիրոջ գործն է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ հաջորդը ասում է Տիրոջ սիրո երկարությունը։ Տիրոջ սիրո երկարությունը այնքան երկար է, շատ է երկար, ժողովուրդ ջան։ Եվ այնքան երկար է, Դավիթն ասում է, ուր փախչեմ քո երեսից, ուր փախչեմ, եթե գնամ ծովի այն կողմ, այն ժամանակ չգիտեին օվկիանոսն ինչ է, եւ ծով էին անվանում։ Ասում է, եթե գնամ ծովի այն կողմը, այնտեղ էլ քո ձեռքդ ինձ հետ կլինի։ Այնտեղ էլ քո ձեռքդ ինձ կօգնի։ Այնպես որ եղբայրներ, քույրեր ջան, ուր էլ որ մենք գնանք, ու ինչ էլ որ լինի, չվախենաս, դու Տիրոջ անունը կանչիր։ Տիրոջ սիրո երկարությունը շատ է։ Եթե գնաս ինչ որ մի անմարդաբնակ տեղ, եթե գնաս ինչ որ մի վայր ընկնես, այնտեղ էլ Տիրոջ ձեռքն է։ Եվ դա գրված է 139 Սաղմոսի մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, 7-րդ եւ 9-րդ համարը։ Ուր երթամ քո հոգի հետ ու քո երես հետ ուր փախչին, 9-րդ համարը։
Եթե արշալույսի թևեր առնեմ ու ծովին վերին ծայրերը բնակիմ, հոնար քո ձեռքդ ինձ պիտի առաջնորդե փառք Տիրոջը։ Այսօր շատերը գտնվում են օվկիանոսից այն կողմ, այսօր շատերը գտնվում են ուրիշ երկրներում, աղոթք արեք իրանց համար։ Եթե նույնիսկ անապաշխար են, Տիրոջ ձեռքը կգտնի իրանց։ Տիրոջ ձեռքը կօգնի իրանց, որ գնաք տուն 139 Սաղմոսը կկարդաք, հիասքանչ Սաղմոսա եւ այս թեմային համապատասխանա, որպեսզի Դավիթը հասկացել էր, ասма քնում եմ դու ինձ հետ ես, արթնանում եմ դու ինձ հետ ես, ուր որ գնում եմ քո ձեռքդ ինձ առաջնորդում է, որովհետև Տիրոջ սերը անսահման է, Տիրոջ սերը անսահմանափակ է, Տիրոջ սիրո խորությունը երկրաչափական ձևերով է բացատրում Աստծո խոսքը։ Տիրոջ սիրո խորությունը այնքան խորն է, որ այդ նույն Սաղմոսի 8-րդ համարի մեջ ասում է, եթե դժոխք էլ իջնեմ դու այնտեղ ես, քո ձեռքդ ինձ պիտի օգնի։ Եվ Պետրոսն ասում է, Հիսուսը իջավ դժոխք եւ քարոզեց այն հոգիներին Նոյի ժամանակ, որոնք որ Աստծուն չէին ճանաչում, հետո ապաշխարեցին։ Սա չի նշանակում, որ մարդ գնա դժոխք, իր համար աղոթենք կդառնա դրախտ կտեղափոխվի, որովհետև կա ուղղափառ եկեղեցու մեջ այսպիսի ուսմունք, որ մեռնելուց հետո աղոթք են անում եւ ինքը տեղափոխվում է դրախտ։ Ոչ։ Երբ որ մենք նայում ենք Աղքատ Ղազարոսի պատմությունը եւ հարուստի, Աբրահամը ասաց, որ դժոխքից դրախտ չեն կարող գալ եւ դրախտից դժոխք չեն կարող, այնտեղ անդունդ կա։ Սա ինչ է ուզում ասի։ Ուզում ասի Աստծո ձեռքը ամենտեղ է եւ Աստված այնքան խոնարհվեց եւ եթե մարդու կյանքը երկրի վրա դժոխք է, Տիրոջ ձեռքը կարող է քեզ օգնել։ Տիրոջ ձեռքը կարող է քեզ հասնել։ Եղել են մարդիկ, որոնք մահացել են եւ դժոխքը տեսել են եւ Աստված շնորհել է կյանք տվել։ Եղել է բացառություն, բայց դա չի նշանակում, որ դժոխքում կարանք ինչ-որ փոփոխություններ մտցնենք։ Երբ որ մենք նայում ենք Հովնան մարգարեին, ինքը կետ ձկան փորում էր, ինքը դժոխք է անվանում դա, կետ ձկան փորի մեջ, ժողովուրդ ջան, այնտեղ թթվածին չկար, 3 օր, թթվածին չկար, պատկերացրեք այդ լեշի մեջ, ինչքան տհաճ ասма դժոխքում էի, բայց երբ որ ինքը աղոթեց, որ ես իմ ուխտերս պիտի կատարեմ, Տերը հրաման տվեց եւ փսխեց Հովնանին, ժողովուրդ ջան, այսինքն դժոխքում էլ Տիրոջ ձայնը լսվեց, Տիրոջ կանչը, եթե դու վատ վիճակի մեջ ես կանչիր, Տիրոջ ձեռքը կօգնի քեզ։ Եթե մեր ժամանակով ասենք, հեռախոս եթե եղներ Հովնանի ձեռը, կապ չեր ունենա, չէ՞, կապ չեր լինի։ Ժողովուրդ ջան, եթե այսօր դու ինչ-որ միտեղ ես, ուզում ես ծառայողներին զանգես, քո տեղը նեղ է, հեռախոսի կապ չկա, գումարը տա վերջացել, զարյատկ է տան նստել հեռախոսիդ, կանչիր երկինք, փառք Տիրոջը։ Այնտեղ հասանելի է։ Կարող է պատվալային մասում ես գտնվում, Հովնանի ցեխո խորը չես գտնվի, կանչիր Տիրոջը, Տերը քեզ կլսի, նրա սիրո խորությունը շատ խորն է, դժոխք, այսօր մարդիկ հայտնաբերել են, որ մի քանի կիլոմետր խորության վրա դժոխք կա, գիտնականներն են հայտնաբերել, կանչիր Տիրոջ անունը, նա քեզ կլսի, եթե ոչ մեկ հետ չես կարողանում կապնվել, եթե տեղը շատ նեղ է, կանչիր, նրա սիրո խորությունը շատ խորն է, նա քեզ կլսի եւ կօգնի, փառք իր սուրբ անվանը, նա արժանի է փառքի։ Եվ ասма
Տիրոջ սիրո բարձրությունը։ Տիրոջ սիրո բարձրությունը այնքան բարձր է, որ նա մեզ նստացրել է Հիսուս Քրիստոսում։ Նա նստացրել է Հիսուս Քրիստոսի կողքը, արդեն եղածի պես է ասվում։ Մեր կա 3 երկինք։ Առաջի երկինքը դա մինչև ամպերը, ամպերի տակը մեր ատմոսֆերա։ Ամպերից վեր դա երկրորդ երկինքն է, դա կոսմոս, գալակտիկաները։ Եվ դրանից վերև երրորդ երկինք, որտեղ Տերն է թագավորում, որտեղ Տերն է եւ մարդը չի կարող այնտեղ թափանցել։ Եվ ինչ է կատարվում։ Մարդկությունը այս տիեզերքի երկրորդ մասի ամենաչնչին մասն էլ չի կարողացել, մեր գալակտիկայից դուրս է չի կարողացել գա։ Քանի հատ գալակտիկաներ կան, ինչքան մեծ է, անծայրածիր է, մարդը շատ չնչին մասն է հասել։ Գիտությունը, բայց Տերը մեզ դրանից վերև է նստեցրել։ Հիսուսի մոտ է նստեցրել, եւ մենք հավատքով փրկված ենք։ Այսօր եթե քեզ հարցնում են, ասում են, դու փրկված ես թե չէ, մի կասկածիր, մի ասա, դե չգիտեմ, եթե դու ընդունել ես Տեր Հիսուսին, դու հավատում ես, որ ինքը մինչև վեր այն բարի գործը, որ քո կյանքի մեջ սկսել է ավարտին կհասցնի։ Նա սիրող Աստված է, նա որ բարի գործը սկսել է, մինչև վերջ պիտի ավարտին հարցնի։ Փառք իր Սուրբ անունը։ Դու դավանիր նրան, ոչ թե մեր ուժով, ոչ թե մեր զորությունով, այլ Տիրոջ հոգով է։ Մենք նրան ենք վստահ։ Մեր վստահությունը նա է։ Երբ որ Յուրի Գագարինը թռավ երկինք, իրան հարցրեցին, ասին Աստծուն տեսար, ասավ ոչ։ Մի հատ քահանա ասում է, եթե դու երկրի վրա Աստծուն չես տեսել, կոսմոսում մի փնտրիր։ Նա այստեղ է, նա քո սրտի մեջ է, նա քեզ հետ է։ Երկնքի փրկության դռները այստեղից է սկսում։ Մենք այստեղ ենք Տիրոջը ընդունում, այստեղ ենք ունենում փրկություն։ Եվ Տիրոջ սիրո բարձրությունը շատ բարձր է։ Լույսի արագությունը միլիոնավոր տարիներ է պետք, որ չափես ինչքան բարձր է Տիրոջ սիրո բարձրությունը, մարդկային ուղեղից վեր է, մարդը չի կարող հասկանալ։ Փառք իր Սուրբ անվանը։ Արժե մի հատ կանգնենք ոտքի եւ փառաբանենք մեր Տիրոջը։ Փառաբանենք Տիրոջը, ասենք փառք ես Տեր ջան, քո սիրո, լայնության, երկարության, խորության եւ բարձրության համար։ Միայն փառաբանենք, ճասենք Տեր ես հոգսս լսի։ Եկեք փառաբանենք եւ մեծարենք Տիրոջը։ Հալելույա, նա արժանի է։